Բարևներ բոլորին։ Բարև։ Դու էլ ասա։ Բարև։ Օ պրեստո։ Հարցնում էիք Ռոնին ատամները չի գցել դեռ, հենա գցել է։ Ատամները թափվել են։ Սպասում ենք նոր ատամներին, նոր սիրուն ատամներին, չէ՞ բալ։ Այո։ Սիրելիներս ուրեմն։ Օ, Արեգին հետ դեռ ժամանակ կա շատ, որ ատամներն ընկնեն բալջան։ Նոր են դուրս եկել։ Սիրելիներս երեխաների հետ գնում ենք դուրս։ Հարևանուս հետ եմ գնում, բայց նյունու մի արեք Արեգ։ Հարևանուց հետ եմ գնում, ինքն էլ իր տղաների հետ է գալիս։ Այսօր դպրոց պիտի լիներ, բայց ոչ աշխատանքային օր է հայտարարվել, ինչ որ տոն է։ Դրա համար առիթից օգտվելով դուրս են գալիս, բայց մտնենք կողքի մոլը, այնտեղ խաղահրապարակ կա, երեխաներին մի քիչ կզբաղեցնենք, մի քիչ ժամանակ կանցկացնենք ու կգանք տուն։ Իդեպ Ռոնին ձեր կոմենտները բոլոր կարդացել է, շատ ուրախացել, չէ՞, զարմացել, որ այդքան մարդ իրան ճանաչում, այդքան մարդ լավ խոսքեր ա գրել։ Մի խոսքով ասում էր մամա, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, դե հայտնի շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին, որ լավ խոսքեր է գրել ինձ համար։ Ո՞վ քաղցրես։ Դու ինչ կասես։ Դու լավ նկարում ես պատերին, չէ՞, բալ։ Ես մաքրում եմ, նորից նկարում, ինչ որ մի հատ փոքրիկ մատիտ ա գտնում ու սկսում է նկարչությունը։ Թղթերը հերիք, չէ՞։ Թե դու էլ շնորհակալություն հայտնի։ Հայտնի, ինչ ես ասում։ Հա, ինչ ասեմ կրկնես։ Արեգն արդեն ակտիվորեն սկսել է բառեր կրկնել, խոսել, ինչ որ նոր բառեր են հայտնվել իր բառացանկում։ Հələ ասա տեսնենք, ինչ կասես օրինակ։ Ասա մամա ջուր տուր։ Ասա պոպոկ։ Պոպոկ ուտեմ։ Պոպոկ էլ։ Ուտեմ։ Ուտեմ։ Պոպոկ տուր։ Ասա տատիկ։ Ասա տատիկ։ Պապիկ։ Երեք մամայից հետ էինք խոսում, ուրախացրեց, ասում էր տատիկ, բայց տատիտ, վերջում կի փոխարեն տ, պատիտ, մատիտ, ասա մատիտ։ Շատ արդեն շատ ահա ժրել ու չէ, չեն կանում, չեն կանում, չեն կանում։ Դու կարող ես անել ձուկ։ Մենք պատրաստվել ենք, սպասում ենք հարևանուի զանգի, որ դուրս գանք, բայց ոնց որ ուշանում է։ Ուզում էի շուտ դուրս գանք, որպեսզի Արեգը շատ չհոգներ, որովհետև վաղ առավոտյան է արթնացել ու ծելի շատ երկար եթե մնանք, կհոգնի քունը կտանի, այդ ոնց որ չի վայելի էլի օրը, բնականաբար չեմ ուզում շատ հոգնի, ուզում եմ ժամանակին քնի։ Հիմնականում կեսօրին չեմ ուզում ինչ-որ բան պլանավորել, ինչ-որ տեղ գնալ, որովհետև իր կեսօրվա ցերեկային քունը խանգարվում է, իսկ երբ որ ցերեկային քունը խանգարվում է, արդեն գիշերայինն էլ ու հետո այսպես հետո ռեժիմը խանգարվում է, ինքն էլ այդ հոգնածությունից լացում, մի խոսքով ես ընկնում եմ ավելի վատ իրավիճակի մեջ, ինքն էլ ինձ հետ, դրա համար բայց այսօր բացառություն անենք, որովհետև դե այդպես էլ է պատահում։ Երեխաների համար մի երկու բան եմ վերցրել, հիմնականում Արեգի, որ դրսում չուտի, պոպոկ է, այստեղ փենքեյք է դդումով եւ խնձոր եմ կտրատել, այս տոպրակներով։ Գնացինք լավ, գրեց բաջան, գրեց Գունջանանտին գրեց։ Մենք հասանք մոլ ու միանգամից մտանք հագուստի բաժին, ավելի կոնկրետ երեխաների հագուստի բաժին։ Ես կանանց բաժին չգնացի, որովհետև եթե մտնեի շատ դժվար կլիներ ինձ այնտեղից հանել, իսկ մենք այդքան ժամանակ չունենք։ Երեխաների համար մի երկու բան ընտրեցինք, Ռոնին տեսեք, հագել է, շատ հավանել, շատ է սիրում գնալ շոփինգի։ Ռոնին հիմա նախընտրում է ավելի լայն հագուստ հագնել, ոչ թե որ մարմնին կպնի, այլ գոնե մի քիչ մեծ լինի, այդպես ավելի կոմֆորտ է իրեն զգում, հարմարավետ, հանգիստ։ Ես էլ դեմ չեմ, որովհետև իմ աչքին էլ շատ սիրուն է ավելի լայն հագուստը։ Ու իդեպ մի բան էլ ասեմ, Ռոնին անթև շորեր չի սիրում ընդհանրապես, սիրում է փակ, կարճաթև կամ երկարաթև։
Ասեմ ավելին, տաբատների դեպքում էլ է այդպես, ինքը շորտեր շատ չի սիրում, շատ հազվադեպ է հագնում շորտեր, ավելի շատ երկար տաբատներ ու հիմնականում փափուկ, սպորտային, ջինսեր չի սիրում շատ, մեկ-մեկ եթե ինչ-որ առիթ է լինում, կամ սպորտային հագուստը նախընտրելի չէ, դրա համար հագնում է, բայց եթե իրեն մնա միայն փափուկ կտորից տաբատներ կհագնի։ Մի խոսքով իր փորձածներից մի երկու բան գնեցինք, դուրս եկանք, մտանք արդեն գրենական պիտույքների եւ խաղալիքների բաժին։ Ռետինները ինչ սիրուն սարքում են, չէ հիմա, տարբեր ձևերի տեսեք, դոնատ, երեխեքին գրավող, կակտուսիկներ, բայց սրանք այդքան էլ հարմար չեն, որպես բան, ռետին օգտագործելու համար, չէ, փոքրիկ կտորիկներով։ Դու ինչ ես վերցնում, մատիտներ, աշխարհի մատիտն ունես դու արեք, դա մի վերցրու, այդ դա ես վերցնում։ Ինչ ես ուզում Ռոն դու ինչ ես ման գալիս։ Ինչ օրինակ ինչ ես ուզում, գիրք, տետր։ Ինչ կա։ Ինչ օրինակ վալես։ Դա քեզ պետք չի, դա ինչ ես անում։ Բայց ինչ պիտի անես մեջը, մենք տուն այնքան 1000 հատ տետր ունենք վալ։ Ինչ պիտի անես մեջը։ Արեգի համար վերցնեմ ես ջամբո։ Copy coloring։ Չէ, բալես։ Արեգ ամբողջ կանութը չեն գնելու, բալես։ Չէ, դիր տեղը դա, ես ինչ ես վերցրել, հրու տեսնեմ։ Ես ինչ հա։ Չէ, դիր տեղը դա։ Խնդրեմ։ Դիր տեղը։ Լավ, վերջում կհանենք։ Ջուրը վերցրու, Ռոնի ջուրը թողեցիր բալես, ջուրը վերցրու հլա։ Ռոնի։ Նկարի շրջանակ էի ուզում, բայց հարմարը չկա։ Բայց շատ հաստ չեմ ուզում։ Ավելի բարակ եզրերով։ Սիրուն զամբյուղներ կան, մանկական, խաղալիքների համար։ Մտանք հայտնի DIY խանութը։ Ինչքան տեսականի ունեն բաների։ Խոսքով զարդերի եւ այլն։ Սիրուն զարդեր ունեն։ Գներն էլ են լավ։ Ես շատ երկար ժամանակ դադարել էի զարդեր կրել, զարդեր, այսինքն բիժուտերիա, որովհետև ես հարմար չեմ զգում փոքր երեխայի հետ բիժուտերիա կրել, կլինի թե տանից դուրս, թե տանը, չգիտեմ, դրա համար եմ, որ բան էի արել։ Բայց հիմա նորից հետաքրքրությունս առաջացել, այսինքն որ չէի կրում, հետաքրքրությունս էլ էր կորել, հիմա հետաքրքիր է ինձ, ձեր սենց ուզենամ կրեմ նորից։ Ես ու Ռոնին միջև շոփինգ արեցինք դուրս եկանք, Գունջանը, ընկերուհիս, Սարեկի հետ ու իր տղայի հետ գնացել են, մտել են սուպերմարկետ գնումների, ուրիշ գնումների, հիմա իրանց ենք սպասում, որ դուրս գան ու միասին գնանք մի բան ուտենք, չէ Ռոն։ Ինչ կուզես ուտես։ Պավաժի։ Ուրա։ Արեգն իրան լավ ազգու։ Վերջացնում են, հեսա կգան արդեն։ Ուրախացավ Արեգին տես խաղալիք է տվել ձեռքը, խելոք նստել է զամբյուղի մեջ։ Ժողովուրդ մենք դեռ սպասում ենք Արեգին, դեռ չի եկել։
Որոշեցինք այս զարդերի խանութ մտնել ու Ռոնին սա հավանեց, գնեցինք իր համար։ Նուրբ փոքրիկ խաչ է, առանց որևէ դիզայնի ավելորդությունների։ Լավն է, բալ, հավանում ես։ Սիրելիներս տանը մենակ եմ, այսպես համով ապուր եմ պատրաստել այծիկի մսով, ուզում եմ ճաշել, ճաշի ժամ է հիմա ու գնալ Արեգին բերել մանկապարտեզից, տեսեք որ ֆիլմն եմ դրել, կտորմը երկինք, գնում է, այս ինչքան ժամանակա դրել եմ, այդպես ես գործ էի անում, ֆիլմը գնում էր, ապուրս էլ պատրաստեցի, նստեմ ուտեմ, մի քիչ էլ նայեմ ու գնամ Արեգին բերեմ։ Շատ անուշաբորում սիսեր եմ ավելացրել մեջը, շատ ավելի համեղ կլինի։ Ժողովուրդ տեսեք այս կանաչին, մեթի է կոչվում, այստեղ շատ են օգտագործում, չգիտեմ Հայաստանում աճում է թե ոչ, չեմ կարծում թե աճում է, կամ ես լավ չգիտեմ։ Դառը կանաչի է սա, սրանով ուտեստ են պատրաստում սոխարածով եւ այլն։ Ես նաեւ կտրատում եմ, ավելացնում եմ հացիկների մեջ, լոշիկների մեջ, մի քիչ էլ քունջութ եմ հետ ավելացնում, շատ համեղ է ստացվում։ Սա նաեւ շատ օգտակար կանաչի է։ Գաղտնիք չէ, որ այն բանջարեղեններն ու մրգերը, որ ունեն դառնություն, շատ ավելի օգտակար են։ Սրա չորացած տարբերակներ կա, որպես համեմունք օգտագործում են ուտեստների մեջ, քարիների մեջ։ Շատ համեղ է ու շատ պարզ է սրա պատրաստման եղանակը, սխտորով հրաշալի համ ունի, այդպես լոշիկի մեջ փաթաթում, ուտում ես, մի խոսքով ընտիր է։ Կարելի է մի անգամ նաև խառնել այլ կանաչեղենի հետ եւ պատրաստել ժենգյալով հաց։ Հիմա սա լվանամ, որ հացիկներ պատրաստեմ, ձեզ ցույց կտամ։ Կանաչին լվացի ու մտածում էի, թե ինչքան ժամանակ է պահանջվում նման կանաչի լվանալը։ Ես մոտ մի 10 ջուր լվանում եմ, հետո դնում եմ քացախաջրի մեջ մի փոքր ու չհաշված են ժամանակը, որ մաքրել եմ, տրամադրել եմ արմատներից մաքրելուն։ Մի խոսքով ժամանակատար է, բայց համեղ ու օգտակար, կարևորը։ Սիրելիներս իմ լոշիկները պատրաստ են, տեսեք, այսպիսի տեսք ունի, շատ համով հացիկներ են ստացվում, շատ համեղ, վրան գի եմ դրել, հալեցրած յուղ,
Ընտիր։ Դուք էլ պատրաստեք։ Ես այս կանաչին փոխարինում եմ նաև սպանախով, հացի մեջ սպանախ եմ կտրատում, ավելացնում, այսպես երեխեքն էլ են շատ ուտում, օրինակ եթե ես առանձին կանաչին տամ եփած, հաստատ չեն ուտի, ոչ Արեգը, ոչ Ռոնին, բայց հացի մեջ այսպես շատ հավեսով ուտում են։ Ուր ես եկել։ Հա? Գնացինք։ Անցած անգամ նկարեցի ձեզ համար, եկել էի Անուի տուն, բայց դեռ որոշ բաներ պակաս էին, բազմոց չուներ, կահույք չուներ, արդեն ունի բազմոց, Ռոնին էլ բազմելա բազմոցին։ Արեգ ինչ անում, գնացիր էլի թութակների հետևից, քաղցրել, ջուրախա։ Դու կուզես մայրիկը քեզ թութակ բերի տուն։ Դու կուզես ունենաս թութակ, հա, ձերքերն էլ գրպանն ա դրել։ Անուի ննջարանի պահարանն է սա, 2 օր առաջ են տեղադրել, պատրաստել։ Այսպես։ Ուր է թութակը։ Արեգը Անուի թութակով ա հիացել։ Ուր է թութակը, հələ ցույց տուր։ Արեգ, թութակն ուր է բան։ Ուր է։ Հինա, 2, 1, 2, հիշվի, քանի ա թութակ կա, 1, 2 Մեկ, երկուս, թութակի համարը մի առոչի ջորդվի բոլես, անուն ամեն պայման ստեղծել է թութակների երջանկության համար, չէ? Purple չի, pink, blue, where is blue? Ura blue? Yes, yellow. Ժողովուրդ, ես հոգնած եմ, հարմար տեղավորվել եմ այս հարմարավետ բազմոցին։ Ռոնին ինչով ես զբաղված։ Okay. Sugar can. This I don't like much. But still it's good. Sugar is less. Անուի պատրաստած քիրն եմ ուտում, սա կաթով քաղցրավենիք է։ Մեջը նուշ կա, սաբուդանա կա։ Մի խոսքով, սա պատրաստում են նաև բրնձով։ Արեգին վերջել, հետ չեն կարա բերենք այս բանից, բալկոնից։ Արի, թող թութակները վախեցել են, փախել են, տես, են անկյունում կծկվել մնացել են։ Արի, կողցրս, թութակը որ ներս կա, նոր կտեսնենք, է? Բրնես? Հայկական սուրճ եմ պատրաստում, այսօր բացառություն եմ անում ու խմում եմ սուրճ, Անուի տանը ես սև սուրճ եմ պահում, երբ որ գալիս եմ, խմում եմ, էլի մի ժամանակ, էլ այն ժամանակվանից կա այդ սուրճը։ Ռոնին ու Անուն կարդ են խաղում։ Դու խաղում ես, թե չէ։ Գլխարկները հանեք, գլխարկները, you can remove your hand։ Չես հանում գլխարկը։ हाँ तो इसके ऊपर डालोगे ना कलर इज इम्पोर्टेंट इफ यू हैव द कलर यू पुट द कलर यू पुट दिस ठीक है नंबर की जरूरत नहीं है नाउ यू एंड नाउ आई पुट दिस नाउ यू पुट दिस इसने डाला सपोज ये नाउ यू टर्न यू +2 व्हाई वुड यू पुट +2 कलर Անուի շքամուտքն է սա։ Այս հարևանի դռներն են, հա։ Պասի ցույց տամ, let me show this side. You close it.
Սա էլ Անուի դուռը։ Տան։ Արեգ։ Գնացիք։ Արի հակի։ Սիրուն շքամոտք, սիրուն տներ, սիրուն դռներ։ Տներ կան շատ սիրուն ճաշակով դռներ են սարքում։ Խոսքով նորավոճ, օրինակ ես այս սպիտակը շատ եմ հավանում։ Սպիտակը ոսկե գույնի հետ։ Անու այն շենքում այսպիսի տաճար են կառուցել։ Գանեշյան է ներսում, այստեղ աղոթք են անում շենքի բնակիչներով։